Բարի օր, հարգելի հայրենակիցներ։ Այսօր իմ կանաչ դրախտը հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ կրկին ես կխոսեմ բարձրարժեք մշակաբույսերի մասին։ Նշեմ, որ արդեն աշուն է, շատերի հողատարածքներում գրեթե ավարտվում է պտղատու ծառերի, պտուղների բերքահավաքը։ Դեռևս մենք բավականին ժամանակ ունենք եւ կարող ենք մի շարք աշխատանքներ կատարել։ Ես կսկսեմ խոսել բարձրարժեք եւ առողջարար մշակաբույսերից, որը որ նպատակահարմար է նաեւ հենց տնկել աշնանը, որպեսզի վաղվա գարնանը դուք ունենաք արդեն որակյալ բերք եւ օգտագործեք։ Իհարկե, աշնանը տնկելու դեպքում դուք նույնպես կարող եք օգտագործել այս հետաքրքիր հրաշալի բույսը, որը բոլորդ գիտեք, ծովաբողկն է կամ խրենը, բավականին հետաքրքիր եւ առողջարար բույս է, նպաստում է մարսողությանը, կարգավորում է նյութափոխանակությունը, C վիտամինով բավականին հարուստ է նաեւ ֆիտոցիդներով, ծովաբողկը նպաստում է նաեւ բորբոքային պրոցեսների կանխմանը, շատ կարևոր է նաեւ աղեստամոքսային համակարգի համար, որտեղ դուք գիտեք, ունենք բավականին մեծ թվով նաեւ վնասակար միկրոօրգանիզմներ եւ ծովաբողկի օգտագործումը նվազեցնում են նման հիվանդությունները։ Նշեմ, որ խոհանոցում եւս բավականին մեծ նշանակություն ունի։ Օրինակ, դուք գիտեք, մեր բոլորս, հատկապես հայկական ընտանիքներում, ընդունված է տարբեր բանջարեղենից, արմատապտուղներից թթուների պատրաստումը եւ այս ծովաբողկը բավականին մեծ դեր է խաղում այդտեղ։ Ինչ է անում, նախ բարելավում է թթուների համը եւ երկարացնում է դարակային կյանք, այսինքն շատ ուշ են փչանում թթուները, երբ որ դուք 1-2 տերև ասենք ավելացնեք թթուների արանքում, ինչպես նաև երբեք չի կարող փափկել ձեր բանջարեղենը։ Հիմա ինչ ենք անում։ Եթե դուք ցանկանում եք արդեն իսկ զբաղվել ծովաբողկի մշակությամբ, հենց հիմա լավագույն ժամանակն է եւ մինչեւ հոկտեմբերի վերջ դուք կարող եք կատարել տնկումները։ Ահա, այստեղ մենք ունենք բազմաթիվ ծաղկամանով մշակված տեսակներ, ու ես ցանկանում եմ օրինակ մեկը դատարկել, որպեսզի ձեզ ցույց տամ նաև տնկման ընթացքը։ Տեսեք, քանի որ թաղարներում է, ծաղկամաններում արդեն արմատները նույնիսկ գտնվում են ներքևում։ Հիմա եկեք փորձենք միասին եւ ձեզ ներկայացնեմ բազմացման պրոցեսը։ Ծովաբողկը կոճարմատավոր բույս է։ Տեսեք, այս ընդամենը մենք տնկել ենք այս մի բույսը եւ արդեն գարնանը ինքը դարձել է 3 պտուղ։ Ինչ ենք անում։ Սովորաբար տնկելուց առաջ աշխատում ենք կտրել վերևի տերևները, նայեք այստեղ, իհարկե սրանք կարող ենք եւ ինչպես արդեն ասեցի օգտագործել թթուների մեջ, երբեմն ես ասեմ, կան մարդիկ, ովքեր չորացնում են եւ նաեւ խառնում են ճաշատեսակներին։ Այնուհետև կտրում ենք արմատային հատվածների ծայրերը, տեսեք, եւ տնկում ենք։ Տեսեք, այստեղ կոճղարմատները հետագայում 1 տարեկան դեռևս չկա, այս բույսը կոնկրետ 6 ամսական է, բայց 6 ամիս է ինչ մշակել ենք, սակայն 1, 2, 3 տարեկանների մոտ կոճղարմատները լինում են բավականին մեծ եւ մենք կարող ենք օգտագործել նաեւ նրանք տարբեր ճաշատեսակների եւ նաեւ ինչու՞ չէ թթուների մեջ։ Ես արդեն բազմիցս ներկայացրել եմ, որ բակլազգիններից հետո ցանկացած մշակաբույս աճեցնելու դեպքում մենք կունենանք առողջ եւ որակյալ բերք։ Հետևաբար, քանի որ արդեն լոբազգինները մեր մոտ պետք է հավաքենք, կոնկրետ այստեղ լոբին է, այսպես արմատներով անմիջապես հանում ենք, հետագայում կփռենք, մի քիչ էլ կչորանա, այսինքն սերմերը կշարունակեն հասունանալ հենց թփի վրա, իսկ որպեսզի մենք ժամանակ շահենք նաև, այս մեկն էլ հանենք, մենք այս տարածքում կսկսենք մշակել կոնկրետ ծովաբողկը։ Տեսեք, սովորական փոսեր ենք անում եւ իրարից 25-ից 30 սանտիմետր, երբեմն եթե ձեր հողերը ավելի բերի են, մի քիչ ավելի հեռու եւ կատարում ենք ծովաբողկի տնկումները։
այնպես ենք անում, որ կաթիլային ոռոգումը մի փոքր հեռու գտնվի եւ արդեն գառնանը մենք կունենանք, մի քիչ սեղմում ենք եւ արդեն գառնանը մենք կունենանք առողջ եւ որակյալ ծովաբողք։ Ես նշեմ նաև, որ եթե դուք շատ եք ցանկանում, որպեսզի ձմռանը եւս ունենաք ծովաբողք ձեր իսկ բնակարանում, ուղղակի ծաղկամանների մեջ կարող եք աճեցնել եւ ամբողջ ձմեռ օգտագործել եւ տերևները եւ իհարկե արմատի հատվածները։ Դա կօգնի ձեզ, որպեսզի դուք խուսափեք վիրուսային մի շարք հիվանդություններից։ Երևի թե ծովաբողկի մասին այսքանը, եթե կունենաք հարցեր, ապա անպայման եղեք կապի մեջ, կոմենտներում նշեք ձեր հարցերը եւ մենք ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք ձեզ հուզող հարցերին։